Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 6-ն է 2025 թվական։ Խոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե, Ադրբեջանի տարածքով եկած ցորենի հետ կապված իշխանությունների կողմից շատ լուրջ ոգևորություն կա, հասարակության մեջ կան մտահոգություններ, հիմա փորձենք դրա տողերն ու տողատակերը բացահայտենք, ինչքան որ մեր ուժը կպատի, հասկանանք իրականում ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է այդ հարցին։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված։ Երբ օգոստոսի 8-ից հետո հնչում էին գնահատականներ, սա նեգատիվ զարգացում է, մեր դիրքորոշումն այն էր, որ այս որոշումը նպաստելու է այդ թվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, եւ 3 ամիս հետո ունենք կոնկրետ զարգացումներ։ Ժողովուրդ ով էր ասում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեց, որ Ռուսաստանին դուրս մղի, բայց 3 ամիսվա Նիկոլ Փաշինյանը իր սազանդարների չարչարանքը չի գնահատում, որ առավոտից իրիգու բոլոր տեղերով թրջկոտալով, վազվզելով, ասուլիսի ու հարցազրույցների էին գնում, ելույթներ էին անում, ասում են վերջապես Ռուսաստանին հանեցինք, ստեղ ասում ենք ում եք խաբում, ձեզ չի հաջողվի իսկ ինքներդ ձեզ խաբել։ Հիմա հասկացաք, որ Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանին դուրս մղման խնդիր ընդամենը դրված չէր երբեք։ Ընդհակառակը Ռուսաստանին դիմել էր Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանը մերժել էր, որ Սյունիքով ճանապարհը սպասարկի։ Նիկոլ Փաշինյանն էլ Պուտինին ասել էր, որ հիմա մյուսներն էլ դեմ են, որ դու վերահասկես, այդ ճանապարհը չի գործի, սպասեք Տրամպը երբ որ բերի այդ ճանապարհի հարցը լուծի, արդեն հանգիստ մենք ձեր հետ կաշխատենք։ Մանավանդ որ ռուսական երկաթուղին է Հարավկովկասյան երկաթուղին, չեք մոռացել, չէ՞, ում միջոցով է դա արվում։ Այսինքն դուք լսեցիք Տրամպի հետ կնքած պայմանագիրը նոր որակի հարաբերություններ է բացում Ռուսաստանի հետ։ Եղավ, հասկանանք ուղղակի։ Հիմա Ռուսաստանից Հայաստան 30 տարվա ընթացքում առաջին գնացքը ուղևորվել է նոր երթուղով, որն անցնում է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներով, այն տեղափոխել է ավելի քան 1000 տոննա ցորեն, այս էլ ռուսական աղբյուրներն են ներկայացնում։ Ուլանովսկի մարզից արտահանման բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական Grain Grades ընկերությունը, բեռնափոխադրումը կազմակերպվել է ռուսական երկաթուղիներ ընկերության կողմից, այ մարդ, էս ինչ ձևի եք ռուսներին դուրս մղել, խայտարակ ձևի եք դուրս մղել, երկաթուղու կողմից, ռուսական երկաթուղիներ ընկերության կողմից հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացն անցել է Ադրբեջանով, հատել վրաց հայկական սահմանը եւ ուղևորվել Հարավկովկասյան երկաթուղու Դալարիկ կայարան։ Այսինքն հատուկ ընդգծում են, որ դա Հարավկովկասյան երկաթուղու կայարանն է, այսինքն ռուսների կայարանն է։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև հունվարի վերջ Հայաստան կուղարկվի եւս 132 վագոն ցորեն։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանություններին տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Այս իրադարձությունը իրական շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Մեր տարածաշրջանային կայունության համար կատարված աշխատանքի ապացույց, ասել է Ավերչուկը։ Այս դուրս մղված, խայտարակ ձևի մերժված ու լքված Ռուսաստանի փոխվարչապետ Ավերչուկն է ասում, թե ինչա կատարվել, եւ ուշադրություն, ստեղ ավելի պարզաբանումների բան կա, ուղղակի այդ ամեն ինչը փաստերը նշենք, որ նոր պարզաբանումն անենք։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան Ադրբեջանի տարածքով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստան ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը, շնորհավորում եմ բոլորիս, քանի որ արդեն ունենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա տնտեսական կյանքում։ Վաշինգտոնում արտացոլել էին ռուսներին դուս անեին, ռուսների համար այլընտրանքային ուղի են բացել եւ շնորհավորում են մեզ բոլորիս։ Եղավ ժողովուրդ ջան։ Բա որ ասում ենք այս ամեն ինչը նույնիսկ կլոունություն չի, կապիկություն է, ասում են լավ, դա քաղաքագիտական տերմին է, ինչը քաղաքագիտական տերմին կա այս աբսուրդը բացատրելու համար։
որ ինչ էիք մեզ բացատրում, ռուսներին դուս մղելու ծրագիր ենք անում, վերջապես Տրամպին բերեցինք, ռուսներին դուս արեցինք, այս ինչ ձևի եք դուս արել, ինչ է ասում Գևորգ Պապոյանը, սա ռուսական ծորենն է, որը սովորաբար գալիս էր վերին Լարսով, գիտեք այնտեղ ինչպիսի դժվարություններ կային, հերթեր միևնույն ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունը բավականին խոչընդոտներ ուներ, 1000 տոննա ռուսական եւ 1000 տոննա ղազախական ծորենը մասնավորն է գնել, ուշադրություն, մասնավորն է գնել, սրանն էլ ենք անդրադառնալու, սա պետական գնում չէ, մասնավորը գումարը փոխանցել է Ռուսաստան եւ Ղազախստան, այնտեղ բարձել են իր ծորենը եւ այն հասնում է Հայաստան, ասել է Պապոյանը, մի հատ էլ Փաշինյանի բացատրություններ ասենք ու անդրադառնանք, Նիկոլ Փաշինյան չեմ կարող պատասխանել, թե որ ընկերությունն է Ադրբեջանի տարածքով ծորեն մատակարարել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե որ ընկերությունն է Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից ծորեն ներմուծում Հայաստան, հայկական ընկերություն, որն ասում է հայկական ընկերությունը էկոնոմիկայի նախարարը փողը փոխանցել ապրանքը գալիս է, իրանք չգիտեն, դա ինքը տեղյակ չի որ ընկերությունն է, Փաշինյանը հավաստիացել է, որ մանրամասներ չգիտի, նա նաև հայտնել է, որ չի կարող ասել, թե որքան է վճարվել ապրանքի համար, այդ հարցերը կարելի է պարզել մեր մամուլի ծառայությունից, նշել է Փաշինյանը։ Նախ որ Փաշինյանը տեղյակ չի, այդ ծորենը, որը աննախադեպ է 30 տարվա մեջ եկել է Հայաստան, որ ընկերությունն ա բերել, ինքը որտեղից պիտի իմանար։ Ինքը պետք է գնա տներում դնի տեսախցիկներ, մարդկանց նկարի թե ում հետ է քնում, գնա հանրահավաքներին նայի թե ով ընդեղից հետո որ հյուրանոց է գնում, գնա ինքը լուրջ գործով է զբաղված, Շորժ ջան, բասա իր քննարկելու հարցը, իսկ հիմա նայենք, ինչու՞ է այդ տողատակերը, որ ուզում եի ասեմ։ Փաշինյանը մի քանի 100 անգամ երևի ասել է եւ իր թիմակիցների հետ գումարենք 100-ը կլռանա, որ ողջունում է Ալիևի քայլը, որ ինքը դա իր համար դա անակնկալ էր, Ալիևի որոշումը։ Այսինքն ի՞նչն էր անակնկալ։ Հիմա պատկերացրեք, հիմա մենք միասին հասկանանք, համարեք հետաքննություն ենք անցկացնում։ Հայաստանի բիզնեսմենը, եթե ապրանք է բերում Ռուսաստանից, այդ ապրանքի հետ կապված պայմանավորվում է մատակարարի հետ, մատակարարի հետ պայմանավորվում են ժամկետներ եւ մատակարարի հետ պայմանավորվում են գումար։ Տրանսպորտային ծախսը մտնում է ծախսի մեջ, ժամկետները մտնում է թե որ ճանապարհով է գալու։ Հնարավոր չէ, հայկական ընկերությունը չիմանար, որ այդ բեռը գալու է Ադրբեջանով, որտեղ դրանից կախված էր եւ ժամկետներ եւ ծախսեր, գումարի փոփոխություն։ Այդ դեպքում հարց հայկական որևէ բիզնեսմեն զանգել է Ալիևին ու Ալիևին ասել է ես ծորեն ունեմ բերելու Ռուսաստանից ընկեր մի հատ թողու ճանապարհով գա նա էլ ասել է հարց չկա մեծ ախպեր արի մեր ճանապարհով տար Նիկոլ Փաշինյանն ասում է ես տեղյակ չէի Ալիևը որ հայտարարեց ես տեղյակ չէի Ալիևն է չի հայտարարել որ ապա շրջափակել է խոսել է կոնկրետ ծորենի մասին կոնկրետ բերի մասին, որը գալու է։ Ուրեմն հարց։ Այսինքն հայ բիզնեսմենը զանգում է Ադրբեջանին, Ադրբեջանն էլ ասում է հարց չկա, եւ առանց Հայաստանի իշխանությունների տեղեկության հայտարարում է, որ այդ բեռը բաց եմ թողելու։ Դուք սա լուրջ եք համարում։ Իսկ հիմա հարց երկրորդ։ Հայ բիզնեսմենը ինքը չի զանգել։ Հայ բիզնեսմենին Ռուսաստանից ասել են ընկեր որոշել են քո ապրանքը Ադրբեջանով ուղարկել։ Ու Ադրբեջանի նախագահի հետ խոսել են, Ադրբեջանի նախագահը առանց Հայաստանի վարչապետի տեղյակ լինելու, Ադրբեջանի նախագահն ասել է եղավ հարց չկա, թող այդ ծորենը գա Ադրբեջանով անցնի։ Ուշադրություն նորից եմ ասում, Ադրբեջանը չի հայտարարել, որ ճանապարհները հապա շրջափակել է։ Այսինքն մեկ այլ բեռել կարող է Ադրբեջանով գնա, գա Հայաստան կամ Հայաստանով գնա Ադրբեջան, նո անցնի ուրիշ տեղ։ Պայմանավորվածությունը կոնկրետ բեռի մասին է։ Բայց այն Ռուսաստանը չէր, որ Ադրբեջանի հետ թշնամի էր։ Ուրեմն Ռուսաստանը ապրանք ստացողին ասում է, ես դա ուղարկում եմ Ադրբեջան, ով է պայմանավորվել Ադրբեջանի հետ, եթե Փաշինյանը մամուլից է իմացել։ Ռուսական կողմը, այս ինչ ձևի եք ռուսներին դուրս մղել Հայաստանից։ Այսինքն ռուսական կողմը զանգում է Ադրբեջանին, ասում է բեռս բաց թող։ Նա էլ ասում է եղավ։ Բաց եմ թողում։ Փաշինյանն էլ մամուլից է իմանում։ Էս է ձեր պայմանավորվածությունը։
Իսկ հիմա հարց Ռուսաստանը ապրանք ստացողին Հայաստանի գործարարին ասում է Հայաստանի գործարար ես քո բեռը ուղարկելու եմ Ադրբեջանով ինչ կաներ այդ ժամանակ հայ գործարարը կասեր մի րոպե հոգիս չեք Ադրբեջանի ճանապարհը բաց չի փակ է ասի քո գործը չի մենք ասում ենք ճանապարհը բացում են ասի էլի դու ասում ես բացում ենք բար Հայաստանը այդ բեռը չընդունի դրա մեջ վտանգ տեսնի չի լինի տենց Ես դե անպայման մեր կառավարությանը տեղյակ պահեմ, որ սենց բան է կատարվում։ Կարող է իրան կանգնեին ասեին, մի րոպե ճանապարհները բաց չի, եւ մենք այդ բեռին կանաչ ճանապարհ չենք տալի։ Չի գալիս այդ բեռը։ Ինչ էր անելու այդ մարդը։ Այսինքն դուք ուզում եք ասեք, առաջինը հայ գործարարը Ադրբեջանի հետ խոսել է Հայաստանի իշխանությունները տեղյակ չեն, եւ ինքը չի վախեցել, որ իրան կհամարեին գործակալ Որովհետև ինքը ի վիճակի է ճանապարհ բացել Ալիևի հետ, որից տեղյակ չի մեր վարչապետը։ Եվ երկրորդ, մեր գործարարին ասում են ապրանքը ստանալու է Ադրբեջանով, ինքը լեղապատար չի գնում կառավարություն, ասի Ժորժ ջան, կներեք, այս ռուսները այս ինչ բաներ են ասում, այս ինչ են մեր գլխին սարքում։ Ադրբեջանով են ուզում այդ բեռը ուղարկեն, բա որ թունավորված լինի, բա որ չգիտես ինչ էլի, բա որ գենետիկ մոդիֆիկացված լինի, բա որ հավելումներ արածել լինի, որը այդ դրոպեին լաբորատորիան չֆիքսի։ Մենք ինչ գործ ունենք դրա հետ։ Ես վախենում եմ, չէ, ավելի լավ է Լարսով ուղարկեք։ Ոնց է տեղի ունեցել այդ պայմանավորվածությունը, որից տեղյակ չեն Հայաստանի իշխանությունները։ Հատուկ ծառայություններն ինչի համար են։ Բայց չեն ուզում այս հարցը բացահայտել։ Բասա քերակ ինչ է, որ բացահայտեն։ Սա կոնկրետ խնդիր է։ Այսքան զուռնադահոլով փողոց եք լցվել, ասում եք վերջապես 30 տարվա մեջ ճանապարհը բացվեց։ Ասում ենք այդ ճանապարհը որ պայմանավորվածության արդյունքում բացվեց։ Գործարարը Ադրբեջանով բացեց, թե Ռուսաստանը Ադրբեջանով բացեց, ու գործարարը ձեզ տեղյակ չպահեց։ Այս ինչ է կատարվում, ժողովուրդ։ Այս է ձեր պետական անվտանգությունը։ Այս է ձեր վարած քաղաք։ Իսկ դուք ի՞նչն եք ողջունում, որ ճանապարհով է բացել։ Ռուսը, ձեր գործարարը, Ալիևը, դուք նույնիսկ չգիտեք Ալիևը մենակ այդ բեռի համար է բացել, թե էլի է բացել։ Կամ ընդհանրապես ինչ է տեղի ունեցել։ Եթե հարցը վերաբերում է կոնկրետ բեռին, ու դուք չեք ուզում հանրությանը բացատրեք, ինչպես է կայացել այդ գործարքը, որտեղ դրանով շատ կարևոր բան է պարզվում։ Որտեղ Հայաստանը ոչ մի բան է այդտեղ։ Եթե Ռուսաստանը կարող է առանց Հայաստանի կառավարության բեռը Ադրբեջանով մտցնի Հայաստան։ Ու մենք ողջունում ենք դա։ Առանց մտածելու ոնց։ Եթե սահմանը պետք է բացվեր, երբ որ նախաստորագրված փաստաթուղթը ստորագրվեր, ապա շրջափակում տեղի չի ունեցել։ Մեկ անուն ապրանքի գծով, մեկ անուն բեռա գալիս, որից տեղյակ չի Հայաստանի իշխանությունը, ինչն եք դուք ողջունում։ Եվ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում, պետք է գործնականում պարզվի արդյոք հակառակ ուղղությամբ էլ Հայաստանից Ադրբեջանով ապրանք է գնալու։ Կներես էլի, պարզենք քեզ ասենք, հա։ Ում հետ պարզենք, ասա։ Զանգենք Ալիևին, թե զանգենք Ավերչուկին կամ Պուտինին։ Ով պետք է դա պարզի։ Մի հատ ինձ հետաքրքիր է։ Այդ ցիլոտ դներ գայիս։ Բայց պարզեիր, ով է պարզելու։ Իսկ դու նույնիսկ չգիտես, բեռը եկել է Հայաստան, դատարկ հետա գնալու այդ գնացքը վագոնները, թե ինչ որ բան կարող էիր բարձել, այս ամբողջ ընթացքում, երբ որ դա գալիս էր ճանապարհին էր, դու ինչ որ բան բարձեիր ուղարկե, դու նույնիսկ այնքան կոնտակտ չունես, որ չգիտես, ասես ժողովուրդ, մի սա շարունակական է, թե չէ։ Ռուսներն ասում են շարունակական է։ Մենք մի 132 վագոն էլ ենք ուղարկելու, մենք ենք ուղարկելու, Հայաստանը խաբար չի, երբ որ կուղարկեն, մեր էկոնոմիկայի նախարարը կգնա վագոնների մոտ կնկարվի, այդ հասկացանք, այդ հեշտ է, Փաշինյանն էլ ասուլիսում դրան կանրադառնա ճեպազրույցում, բայց մարդը եկել մեզ ասում է պետք է գործնականում պարզենք, Կարանք մենք էլ ապրանք ուղարկենք, թե սա մենակ այդ բեռին էր վերաբերվում ու կոնկրետ պայմանավորվածության, կոնկրետ գործարարի եւ կոնկրետ Ռուսաստանի կառավարության կամ Ռուսաստանի որևէ գործընկերոջ կամ Ղազախստանի։
Ժորժյան, դուք պետություն եք ղեկավարում։ Ու տենց ոգևորված ապրանքը ստանում եք, մի հատ չեք ասում լավ մի րոպե, էս ինչ խաղեր են խաղում։ Սա պետությունն է, թե չեմ հասկանում ինչ է։ Հիմա դուք ոգևորվեցիք, դե ժողովրդին բացատրեք, ոնց է կայացել գործարքը այդքան բան։ Գիտեք ինչի ասեց անհարմար դրության մեջ ընկաք։ Նախնական ոգևորությունն ասեցիք, հետո անդադ մտահոգիչ հարցեր առաջ եկան։ Մտահոգիչ հարցերը հենց առաջ եկան, ստեցիք պարզաբանել, ու մեկ էլ պարզվեց ավելի շատ հարցեր առաջացան։ Ստիպված եղավ էկոնոմիկայի նախարարն ասի, որ դա մասնավոր բեռնապետությունը չի բերել, որ այդքան թմբկահարում էին ճանապարհը բացվելա, որ դա ռուսական բեռնա, որ ռուսական երկաթ գծով այդ ամեն ինչը արվում, որ մասնավոր ընկերությունը բերել է եւ Հայաստանի իշխանությունները բացարձակ տեղյակ չէին դրանից, որ այդ գործարքը կայացել է առանց Հայաստանի իշխան, բայց ասում են օգոստոս 7-ի որոշման հիման վրա, չգիտեմ ով, չգիտեմ ում հետ, պայմանավորվեց բեռը եկավ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Հիմա պարզաբանում են արել, որ մարդկանց դա իհարկե դա անհանգստացնում, ասում հոп, ժողովուրդ ջան, հատ հասկանանք, էս ինչ է։ Էս ինչ հաշիվ է։ Էսով է բերե, ոնց է բերե, այդ ինչ վերահսկողություն մենք ունեինք այդտեղ։ Հիմա պարզաբանում են տեսչական մարմնի կողմից, վերջապես այսօր, էլի որ այսինքն մի անհանգստացեք ժողովուրդ ջան։ Անկախ նայած որ տարածքով է գալիս, դա ԵԱՏՄ բեռ է, նմուշառում կիրականացվի եւ կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես արվում է Հայաստան ներկրվող նմանատիպ այլ բեռների դեպքում։ Անուշ Հարությունյանը նշեց այդ կծառայության աշխատակիցը, որ բեռնափոխադրումը ԵԱՏՄ երկրների միջև է եւ սահմանային հսկողություն չի իրականացվում։ Այսինքն ԵԱՏՄ-ից ԵԱՏՄ-ը գալի։ Նույնիսկ եթե հատել է Ադրբեջանի սահմանը, սահմանային վերահսկողություն չի իրականացվում, որտեղ բեռը ԵԱՏՄ տարածքից եկել է ԵԱՏՄ տարածք։ Նշանակում է սահմանային հսկողություն էլ չկա։ Ընդամենը այդ նմուշառությունն է արվում։ Բայց երբ հասնում է այնտեղը, որտեղ պետք է դատարկվի, այդտեղից մեր տեսուչները նմուշառում են իրականացնում եւ տալիս լաբորատոր փորձաքննության։ Եթե խնդիրներ լինեն, դրանց մասին կհրապարակվի, ասել է ՍԱՏՄ աշխատակիցը։ Այսինքն սահմանային ստուգում էլ չկա, որ եթե այդ ապրանքը այդ ինչ որ խնդիր կա, այդ ապրանքը չթողեսել Հայաստան մտնի։ Այդ ապրանքը Հայաստան կմտնի որպես ԵԱՏՄ բեռ, կգնա կդատարկվի, ստացողի մոտ, նմուշառություն կանեք, հետո կգնաք ստուգեք, կգաք կասեք նորմալ է, թե դուք ինչ կարաք պարզեք այդ պահին, այդ հասկացանք, բայց թե ինչ կարող է տեղի ունենա, որ այդ պահին չկարողանաք պարզել, որտեղ մի քիչ շատ տարօրինակ է, կոնկրետ բեռը գալիս է Ադրբեջանի տարածքով, մնացած ոչ մի պայմանավորվածությունների մասին Հայաստանի վարչապետը տեղյակ չի, մեզ էր հարցնում, մի հատ պարզենք իմանանք, մենք էլ կարանք բեռ ուղարկենք, թե չէ։ Իհարկե այսօր Նիկոլ Փաշինյանը մի ուրիշ հարցի էլ անդրադարձել, դա էլ նայենք։ Ուրեմն ոչ մեկ չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի ինչ քարտեզի մասին է խոսքը, եւ եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Օրինակ կարող է պարզվել Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Էլ չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք եւ ինչու միայն ցարական, դա հենց առաջ սուլտանական, դա հենց առաջ շահական, դա հենց առաջ խանական, դա հենց առաջ խալիֆայական, այդ քարտեզները ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ Ադրբեջանի Հանրապետություն։ Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, առավել եւս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Բառ անիմաստ թեմա է, թեմանով է բացել։ Եթե հիմա դու ապացուցեցիր, որ Ադրբեջանի նախագահը ստախոս է, ասում ենք էլ գիտեիք, նորություն ասիր, բա դու ասում ես այդ ստախոսի անունից ես ես խաղաղություն եմ բերել, բայց չենք հավատում, եթե դու ստախոսի անունից խաղաղություն ես բերել, մեզ ասում ես, եթե դուք չեք հավատում խաղաղությանը, դուք պատերազմ եք ուզում, ես խաղաղություն եմ բերել, ընտրեք խաղաղության ուժին, այլապես դուք պատերազմ եք ուզում, մենք հարցնում ենք խաղաղությունը ում կողմից ես բերել, ստախոսի, ինչքան դու համոզի ձևով հերքես Ալիևի ասածը, այնքան դու համոզիչ ձևով բացատրում ես, որ Ալիևին չի կարելի վստահել, այդ դեպքում ինչ ես մեզ պարտադրում, որ մենք վստահենք, կամ քեզ վստահենք, որ դու Ալիևին վստահում ես,
Բա դու ես հումորները որ անում ես, խալիֆայություն ես հիշում, չգիտես սուլթանական բաներ ես անում, հետ ես գնում, առաջ ես գնում, ինչ ես ասում։ Ադրբեջանին ասում ես, Ադրբեջանի նախագահային թարգեք այդ թեմաները, հա։ Բանա ասում է։ Նա ասում է ու ասում է Հայաստանը իմ տարածքն է, գալու եմ այդ տարածքը վերցնեմ։ Ու դու ասում ես, տես բան չկա, բա մենք էլ ենք ասում չկա։ Բայց դու ասես խաղաղություն կա, այդ նույն Ալիևն է խոստաց է, որը Հայաստանը իր տարածքը համարում։ Հիմա հավատանք այդ խաղաղությանը, թե չէ։ Չի լինում, չէ, Ալիևի այս ասածին հավատանք այդ մեկին չէ։ Որովհետև նոյեմբերի 6-ին, այսինքն այսօր, Բաքվի կոնգրեսի կենտրոնում տեղի է ունեցել վերադարձ արևմտյան Ադրբեջան թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպվել է ՀԿ-ներին պետական աջակցության գործակալության կողմից։ Պետական աջակցության գործակալության, այսինքն պետության մատը խառն է, ինքը ՀԿ-ներին աջակցող պետական գործակալություն է։ Եվ այդ մարդկանց հավաքել է, որ վերադառնան արևմտյան Ադրբեջան։ Միջոցառմանը մասնակցեցին ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ հասարակական գործիչներ։ Պրոֆեսոր Էսինչը շեշտել է, որ ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ժամանակակից Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, եւ ՀԿ-ները պետք է ավելի ակտիվ պայքարեն պատմության աղավաղման դեմ։ Մասնակիցները ներկայացրել են արևմտյան Ադրբեջանին նվիրված քարտեզներ, գրքեր, վավերագրական ֆիլմեր եւ նախագծեր։ Ադրբեջանը աշխատում է կոնկրետ, անգամ նշել էր 50-ից ավել ծրագիր, որ իրանք անում են արևմտյան Ադրբեջանի հետ կապված։ Իսկ ինչ են անում մեր իշխանության ներկայացուցիչները, ման են եկել Ալիևի մի 10 քանի տարի առաջվա հայտարարություն են քթե ու երջանկացել են քպայական երջանկությամբ, ուսապարկային երջանկությամբ։ Բա տեսեք, Ալիևը 10 քանի տարի առաջ էր ասում արևմտյան Ադրբեջան կամ Էրմանիստան կամ չգիտես Երևան եւ այլ եւ այլ։ Ինչ եք հիմա սա դարձրել թեմա, որ իբր թե սա նոր է ասում։ Այսինքն եթե շուտ է ասում դրանից ինչ։ Ավելի վատ ձեզ համար։ Հետևողականորեն ասում է։ Հետևողական ասել է, բանը Հայաստանը դա մեր տարածքն է, Արցախը դա մեր տարածքն է, գրաված տարածքները մերն է, այդ է ասել։ Հետևողական ասել է, պարբերաբար, տասնամյակներով, ձեր իշխանության օրոք Արցախն ու ազատագրված տարածքները վերցրել է։ Հիմա համը մնացել է բերանը, ուզում է շարունակությունը վերցնի, որտեղ ձեր ձեռից կարելի է վերցնել։ Որովհետև ձեր ձեռից վերցնելուց հետո դուք ոչ թե մեղադրում եք Ալիևին կամ ասում եք մենք թույլ էինք պարտվեցինք պատերազմ, ասում եք այո դա Ալիևինն էր դեռ 91 թվականից։ Այո, մենք պետք է չկռվեինք էլ դրա համար։ Նրանք ովքեր կռվել են Արցախի համար, ուզեցել են Հայաստանը վերացնեն, նրանք դավաճանել են Հայաստանի պետականությանը։ Նրանք օկուպանտ ագրեսորներ են։ Բալիևն ասում է մեզանից լավ է բացատրում, թե ինչ լավ ա եղել այդ պատերազմի արդյունքում այդ տարածքները վերցնելը։ Բա դրա համար շարունակում են ակտիվ ձևով Հայաստանը ուզել։ Դուք որ հիշացնում եք, որ առաջ էլ ասե, դրանից ուզում եք ասեք, որ սա նոր բան չի։ Նոր բան չի, բայց Արցախը վերցնելը ձեր կողմից ամրագրելը, որ դա Ադրբեջանինն է, հո նոր բան է։ Նշանակում է նրանք շարունակում են հետևողականացում են, եթե սա հաջողվեց, սա էլ կհաջողվի։ Այնպես որ երբ որ դուք բացատրում եք, որ ավելի շուտվանից է Ալիևն ասել, դա ի վնաս ձեզ է, ասել, ձերորոք վերցրել։ Հիմա էլի ուզում է ձերորոք վերցնի, քանի դուք եք ուզում է վերցնի։ Դրա համար վտանգը ավելի է մեծանում։ Ամեն ինչ անել, որ դուք չլնեք իշխանության։ Այլապես Ալիևը դա էլ կվերցնի։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարում, որտեղ գիտեք ուշադրությամբ միշտ հետևում ենք, թե ինչ է անում Դոնալդ Տրամփը, որտեղ դրանով պայմանավորված է եւ ուկրաինական պատերազմի ավարտը, նոր աշխարհակարգը, իսկ դրա հետ կապված մենք սխեմատիկ կերպով գիտենք, օգնում ես Ուկրաինային, պետք է հարվածես Ռուսաստանին, պետք է այս ընթացքում սիրաշահես Չինաստանին, Չինաստանը բարեկամ չի դառնա, այդ մոռանանք, բայց ամեն դեպքում դու պետք է քաշես դեպի քեզ, որ Ռուսաստանին կարողանաս մեկուսացնես, հետո մենակ թողես Չինաստանին։ Այս ամբողջ սխեման է, որը մշտապես խոսել ենք։ Հիմա մենք ցանկացած քայլ, որ անում է Դոնալդ Տրամփը, մենք նայում ենք, տեղավորվում է այդ սխեմայի մեջ, թե եթե չի տեղավորվում, ասում ենք չի տեղավորվում։ Դեռ չի ինգել հունի մեջ, եթե տեղավորվում է, ասում ենք լավ է, տեղավորվում է։ Իսկ հիմա հաջորդ քայլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփն ինչ է ասում։ ԱՄՆ-ն աշխարհում ունի ամենամեծ միջուկային ուժը։ Առաջ անցնելով Ռուսաստանից եւ Չինաստանից։
Տրամպը նշել է, որ ԱՄՆ-ն պատերազմի չի ձգտում որևէ երկրի հետ։ Սարսափելի կլինի, եթե երբևէ ստիպված լինենք օգտագործել այն։ Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը երրորդ, բայց նրանք մեզ կհասնեն 4-5 տարի հետո միայն, հավելել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն վերջապես Դոնալդ Տրամպին, չգիտեմ ով է կարողացել համոզի, այդ մարդուն տվեք Նոբելյան մրցանակ։ Ամեն ինչի Նոբելյան մրցանակ տվեք, որ կարողացել է Դոնալդ Տրամպին համոզի, որ դու ավելի հզոր միջուկային տերություն ես։ Ռուսաստանը չի հասցնի կոճակը սեղմի, չենք իմանա թե ինչ է թռնելու, դու կարաս Ռուսաստանին նենց հարված հասցնես, հետքը չերևա։ Վերջապես ասել են մի վախենա, մենք քու թիկունքին կանգնած ենք, վերջապես Դոնալդ Տրամպը Ռուսաստանին ասեց, մենք ամենահզոր միջուկային տերություն, մինչև հիմա նենց էր վախեցած, ասում ենք այ մարդ ձեռը բռնեք չվախենա այդ մարդու։ Քանի ամիս է անց է, որ ասում եք դուք չեք հասկանում, որ Ռուսաստանը միջուկային պետություն է։ Դուք չգիտեք ինչ պետք է անեք։ Այդ ում դեմ եք դուս եկեք։ Ում է իր բացատրում։ Մենք ինքներս բացատրող ենք աշխատում։ Մեր գործն է դա։ Քոնը անելն է։ Վերջապես դուք հասկացաք, որ ասում է 4-5 տարի հետո կգան կհավասարվեն Ամերիկային։ Այդ 4-5 տարին պետք է ռացիոնալ Ամերիկան օգտագործի, որ տեղը դնի։ Հերթով մի հատ Ռուսաստանին, Չինաստանը որ մենակ մնա, նաև Չինաստանին։ Այսօր երկուսին միասին հնարավոր չի, բայց որ այս ամեն ինչն ասում է, որ ինքը ամենամեծ միջուկային ուժը ունի, եւ բացի դրանից էլ չնայած պետք է չասեր նաև ասում է Սուզանավերը կանգնած են Ռուսաստանի մոտակայքում, դա գաղտնիք է, որը չի կարելի ասել, բայց եթե արդեն ասել ասենք, իսկ դա ռուսները շատ լավ են հասկանում, դա ինչա նշանակում։ Դա կարող է անգամ ավտոմատ պատասխան տա, եթե ռուսները հանկարծ բախտները փորձեն մի հատ կոճակ սեղմեն։ Նույնիսկ կարող է Տրամպը չհասցնի կոդը բացի, որ ասի ժողովուրդ պատասխանեք։ Որտեւ այդ վտանգը, որը կարող է լինի Ամերիկայի նկատմամբ, պատասխան հարվածը կարող է լինի վարկենապես։ Ռուսները դա հրաշալի գիտեն։ Կարող է Տրամպը վերջերս է իմացել։ Դրա համար ոգևորված պատմեց, որ գիտեք մեր նավերը որտեղ են։ Հա, գիտենք։ Լավ կլինի, որ դու էլ իմանաս, բայց չասես։ Բարեբախտաբար մենք այս փուլը ոնց որ թե անցնում ենք։ Այս մարդը վախը հաղթարել է, ժողովուրդ ջան։ Եթե էլ հարմար վախը բռնող եղել է, ուրեմն նրան պետք է իսկապես պարգևատրել։ Հիմա նայենք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի միջուկային փորձարկումների վերցման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Այո, իսկապես դա լուրջ խնդիր է։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը. Դոնալդ Տրամպ, իմացար։ Պուտինը համարում է լուրջ խնդիր։ Պուտինը քեզանից վախենում է։ Ավելի պարզ, էլ ինչ ասենք, եթե Պուտինին չես լսում, մեզ լսի, մենք պատմում ենք Պուտինին ինչ ասել։ Քո ասած թե Պուտինին կասենք։ Հասկացա՞ր, որ հիմա Պուտինը հասկանում է դա լուրջ խնդիր է, որ Ամերիկան այլևս կատակ չի անում։ Ամերիկա չի կարելի ուղղակի կատակ անել։ Իսկ հիմա շարունակությունը, երբ որ ասում եք Չինաստանի հետ կապվածը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը, Չինաստանի առաջնորդ Սին իմ լավագույն ընկերն է, նա կոշտ է, շատ խելացի, մամուլին դուրս չի գալի, երբ ես նրան շատ խելացի եմ անվանում։ Հեչ պարտադիր չի, իհարկե տարբեր տենց շատ կոմպլիմենտներ անել, բայց Դոնալդ Տրամպի հետ կապված դա նորմալ է։ Ինքը եթե մեկին չի ընդունում ամենավիրավորական բաներն ասում է, եթե մեկին ընդունում անենց բաներ ասում, բայց կարևորը որ ինքը ընդունում է, որ երեք օր չկա, չէ, որ Սի Ցզինպինի հանդիպումի հետ կապված ինքը մեկնաբանություն չանի, ինքը տպավորված է դրանով, որովհետև արդեն ոնց որ տեսավ ճանապարհը, հաջողության ճանապարհը Ամերիկայի համար, բարեբախտաբար ոնց որ թե տեսել է, հուսանք, որ սա շարունակություն կունենա։ Եվ հետո ինչ ասում Դոնալդ Տրամպը, ես 2 շաբաթ առաջ խոսել եմ Պուտինի հետ եւ նա ասել է, մենք 10 տարի փորձել ենք ավարտել այդ պատերազմը եւ մենք դեռ չենք կարողացել։ Հիմա ձեր գործն է լուծել այն։ Այսինքն ինքը նորից հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինի հույսը Դոնալդ Տրամպն է, որ այդ հարցը լուծի, իսկ ինքը Պուտինին ասում է, որ այդ հարցը պետք է լուծեք։
դուք պետք է լուծեք։ Եթե էլի եք շարունակում պատերազմը շարունակեք, բայց իմացեք, որ այդ հարցը պետք է լուծվի։ Այսինքն, եթե արդեն Դոնալդ Տրամպը խոսում է նրա մասին, որ միջուկային հակազդեցության խնդիր կլինի, փորձարկումներ է կատարում եւ որ պատրաստում է մարտական գործողության բերում, այդքանը մենակ բավարար անգամ խոսքի մակարդակով, որ Պուտինը իր հասանելիքը հասկանա։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանից եկող վտանգը չի անհետանա Ուկրաինայում պատերազմի ավարտով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը կմնա ապակայունացնող ուժ եվրոպական եւ աշխարհում մոտ ապագայում։ Եվրոպայում եւ աշխարհում մոտ սա է ժողովուրդ ջան։ Այսինքն ՆԱՏՕ-ն այսպես է, Ռուսաստան նույնիսկ պատերազմը ավարտվի, դու մեզանից պրծում չունես, որտեղ դու ագրեսոր ես, քեզ պետքա պատժել։ Դու ագրեսոր ես, դու եթե քեզ թողենք, դու նորից կփորձես վերականգնես ուժերդ եւ նորից ագրեսիայի դիմես։ Այսինքն արդեն խաղի կանոնները Ռուսաստանն է խախտել։ Իսկ հիմա նայենք, Ադրբեջանի հետ կապված թեման չավարտվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որի հետ քննարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իր երկրի համագործակցության հեռանկարները։ Պատվիրակության կազմում են եղել ՆԱՏՕ-ում Թուրքիայի, Հունաստանի, Հունգարիայի, Չեռնագորիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև դաշինքում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների տեղակալները։ Հատուկ իրանք տարածել են, թե ինչպիսի ներկայացչական կազմով են Ադրբեջանի հետ հանդիպել եւ ինչ ասում։ Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ այդ առումով սերտ համագործակցություն է իրականացվում Թուրքիայի բանակի հետ։ Այսինքն Ադրբեջանը իր բանակը համապատասխանեցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ Հայաստանը այտենց հապկում սառած մնացել է ժողովուրդ ջան։ Ոչ էս կողմ, ոչ այն կողմ։ Էսա ծեր արածը։ Էս ձևի եք Ադրբեջանի հետ ուզում հարաբերությունները կարգավորել։ Բա Թուրքիայի հետ ինքը որ բանակները ընդհանրական է դարձել են նորություն, հա։ Բա պատերազմից հետո Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին հուշագիր, դա չգիտեիք, դա ինչ է կատարվում, որ ՆԱՏՕ-ն բերել մտցրել են Ադրբեջան, նորություններ դա։ Չգիտեիք, որ ուշ թե շուտ ՆԱՏՕ-ի չափորոշիչներով լինելու է ադրբեջանական բանակը։ Մենք ինչով ենք զբաղված։ Մեկ ասենք, գիտեք, ինչ Ամերիկայի հետ էս հարցով համագործակցեցինք, Ֆրանսիայի հետ էս հարցով համագործակցեցինք, կարող ենք մենք հայտարարել, որ մեր բանակը ՆԱՏՕ-ի չափորոշիչներով է։ Իսկ ռիսկ չեք անում ՆԱՏՕ-ի անունը տակ։ Երբ որ ասում ենք, եթե խոսում ենք Եվրամիություն, նաև խոսում ենք ՆԱՏՕ։ Պայմանականորեն ասում ենք ՆԱՏՕ, բայց մտածում ենք Եվրոպայի անվտանգության ցանկացած համակարգի հետ համագործակցություն։ Այն որ Եվրոպան կստեղծի, Ամերիկայի հովանու ներքո կլինի, բայց մենք քայլ անենք, ժողովուրդ ջան, բայց դուք գնում եք Շանհայի համագործակցության կազմակերպություն եք դիմում։ Ադրբեջանը իր բանակը ՆԱՏՕ-ի չափորոշիչների է բերում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Նյու Յորքում դեմոկրատ սոցիալիստ Մամդանի հաղթանակի առումով հայտարարել է. Անցյալ գիշեր մենք Նյու Յորքում կորցրել ենք մեր ինքնիշխանության մի մասը, բայց մի անհանգստացեք, մենք կհոգանք դրա մասին։ Սա եմ երկու անգամ անդրադարձել եմ, դրա համար նորից եմ անդրադառնում։ Քանի դեռ ես նախագահ եմ, Միացյալ Նահանգները որևէ ձևով կոմունիստական երկիր չի դառնա։ Մենք դա կկանգնեցնենք, մենք կկանգնեցնենք այս անհեթեթությունը։ Իհարկե սա ինձ պետք է անհրաժեշտ դեզրակացություն անի, ինձ ինքը առաջարկել Դոնալդ Տրամպը, որովհետև դեմոկրատ տեխնացուն հաղթեց, մուսուլման հաղթեց։ Եվ այս պարագայում խնդիր է, ասում ես սոցիալիստ, կոմունիստ, սոցիալիստը դե կոմունիստ ես ասում։ Մենք այնպես չենք անի, որ կոմունիստները հաղթեն։ Այն ծայրահեղ լիբերալիզմը, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարածվեց, այնքան մարդկանց զզվացրեց, որի պարագայում անգամ Նյու Յորքում, որտեղ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչություն են տեսել, Իսրայելն այնց խաղաղության աղավնի մահմեդական չի էլի, այդ պարագայում Նյու Յորքը գնում է ընտրում է մահմեդականի, դրա մեղավորը ձեր մեջ մանեկեք, որ արդեն մարդիկ այնքան զզվեցին այդ չափից դուրս ազատականացումից, որ արդեն այս կարգի ընտրություն են կատարում։ Դա պետք է եզրակացություն արվի, որովհետև եթե նույնիսկ Դոնալդ Տրամպը ինստիտուցիոնալ կուսակցական լիդեր չի էլի, ֆունկցիոներ չի,
բայց իր արած քայլերի պատճառով հանրապետական կուսակցությունը կարա հարված ուտի։ Դեմոկրատները դեռ երկար ժամանակ մտածում են, որ խելքի չեն գա, բայց 2026 թվականի ընտրությունները, Սենատի 1/3-ը եւ Կոնգրեսի ընտրությունները այդ պարագայում նրանք արդեն շանս ստացան վերանայել իրանց ուժերը, երբ որ Նյու Յորքում կարող են դեմոկրատները այսպիսի հաղթանակ տանել։ Այսինքն Դոնալդ Տրամպը շատ լուրջ մտածելու բան ունի այս մի քանի ամիս առաջ։ Ոչ թե պետք է մտածես ոնց անենք կոմունիստների դեմն առնենք, այլ մտածես այդ ոնց եղավ, որ այդ վիճակից այս մարդիկ այս վիճակի եկան։ Ձեր մեջ մանեկեք այդ մեղքը։ Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իր բանկիրների նկատմամբ վերջերս կիրառած պատժամիջոցները, դրանք որակելով որպես ԱՄՆ թշնամանքի ապացույց եւ զգուշացնելով, որ նման ճնշումը չի օգնի վերսկսել երկխոսությունը երկու երկրների միջև։ ԱՄՆ-ն չպետք է սպասի կամ ցանկանա տեսնել, որ ճնշումներով եւ սպառնալիքներով լի իր սեփական գործելակերպը երբևէ կաշխատի Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության դեմ, հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ԱՄՆ գործերով փոխնախարար Կիմ Ուն Չոլը։ Հարցը սա է, որ բարեբախտաբար Ամերիկան պատժամիջոցներ կիրառեց եւ չնայած մի քանի մասնորանձի հետ կապված, բայց Հյուսիսային Կորեայի այս կարգի արձագանքը շատ օգտակար է, որտեղ Դոնալդ Տրամպը բարեբախտաբար Կիմ Չեն Ընի հետ չհանդիպեց, երբ որ գնացել էր այցելության, այսա Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում հանդիպումների։ Եվ մեկ էլ որ հիշում էր, նենց սիրատոչոր պատմում էր, թե ինչքան է ինքը կարոտել Կիմ Չեն Ընին եւ կարծում եմ, որ ինքն էլ իրան հարգում է եւ կարոտել է եւ այլ, ոնց որ կարճ ժամանակվա ընթացքում երևի իրան գլխի գցեցին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին պատիվ չի վերում կարոտել դիկտատորին։ Հեչ կարեք չկա, որ ինքը անգամ դրա մասին նույնիսկ մտածի, ուր մնաց արտահայտվի։ Հուսանք, որ գոնե սա առիթ կլինի հասկանալու համար, որ Հյուսիսային Կորեան չի կարող Ամերիկայի գործընկերն լինել ոչ մի պարագայում։ Թող սա այս պատասխան կոպիտ արտահայտությունները ԱՄՆ-ը հասցեին անեն, մի քիչ Տրամպը ինադի ինգնի մի հատ պատասխան տեղը դնի էլի այդ մարդկանց։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ էր ուղղակի սրան անդրադարձել, ասի ժամանակը լինի կհանդառնամ։ Եվրոպացիները հենց իրենց տանը խաթարել են իրավիճակը այն երկրում, որն իր ռեսուրսային բազայի շնորհիվ ուներ իսկական կերակրող դառնալու բոլոր հնարավորությունները։ Ուկրաինան ուներ բոլոր հնարավորությունները դառնալու գրեթե կենտրոնական Եվրոպայի տնտեսական մարգարիտը, եւ եվրոպացիները նրան այդպես էլ վարվեին։ Զախարովայի խոսքով եվրոպացիները փոխարենը այլասերել եւ բռնաբարել են Ուկրաինային եւ հիմա նրա վերջն են դնում եւ զարմանում են, թե որտեղից են այդքան շատ ուկրաինացի փախստականներ ավելացել Հյուսիսային Աֆրիկայի ներգաղթյալներին, փախստականներին եւ տեղահանված անձանց։ Հիմա հարցը նա է, որ սենց Ուկրաինայի հետ կապված սենց խոսում է, որ արևմուտքը էս ինչ դրեց Ուկրաինայի գլխին։ Այս երկիրը սենց լավ երկիր, սենց կար, բայց լավ երկիր ինչի մտար։ Քո արևմտյան հարևաններ, ասում էր մեր սլավոն արյունակիցներ, կռվեցիր, հետո պարզվեց, որ դու թաթար ես, իսկականի իրանք են, դու չես։ Ուզում էր բանի Ուկրաինայի Կիևյան Ռուսիայի պատմությունը քեզանով անես, հետքերը կորցնես, բայց ուզում էիր Ուկրաինան գրավես, որպեսզի քո թաթարական անցյալը մոռացնել տաս, թաթարի ձևով ուզում ես գրավես, ասում ես մենք թաթարը չենք։ Բա որ թաթարը չես, ինչ ես թաթարի ձևով գրավում։ Քո սլավոն աղբորը, քո գործողությունը ցույց է տալիս, չէ՞ որ դու թաթար ես, որտեղ քոչվորի պես գնացել ես գրավես ուրիշի ունեցվածքը։ Էն էլ ասում ես աղբերս, գոնե չասեիր ժողովուրդ ջան։ Հիմա էլ բան Ուկրաինայի համար են անհանգստանում։ Այս արևմուտքն էս ինչ արեց այս Ուկրաինայի գլխին։ Դուք չէիք մտել այդ չմտնեիք արևմուտքն էլ ոչի բան չաներ, որ դուք չէիք մտել արևմուտքը ինչ էր անում Ուկրաինայի գլխին։ Ուկրաինայի բանակը այդ ոնց տենց զորացավ։ 14 թվին առանց մի փամփուշտ կրակելու Ղրիմը վերցրեցիք։ Հենց գիտեիք 22 թվականն էլ է տենց ելնելու։ Խաբար չէիք, որ իրանք արդեն հասկացան, թե դուք ինչ եղբայր եք արյունակից։ Արդեն հասկացել էին, ու իրանք նախապատրաստվել էին։ Նույնիսկ եթե իրանք չգիտեին ձեր հարձակման օրը, բայց արդեն այդ պետությունը գիտեր, որ դուք թշնամի եք։ Ձեզ չի կարելի բարեկամ ընդունել, առավել եւս արյունակից։ Հիմա ումից եք նեղանում, ում եք մեղադրում։
Իդեպ, երբ որ մենք խոսում ենք նաև Եվրամիության հետ համագործակցության մասին, Վրաստանի հետ կապված 3 ասցին, չէ, Եվրամիության պաշտոնյաները, որ նա արդեն շանսը կորցրել է 2030 թվականին դառնա Եվրամիության անդամ, հիմա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ինչ է ասում։ Թբիլիսին չի հրաժարվի իր եվրոպական ուղուց, նույնիսկ եթե Եվրամիության դժգոհություն հայտնի Վրաստանի ներքին քաղաքականությունից։ Այդ ամենը իհարկե խոսում է կրկնակի ստանդարտների եւ անարդարության մասին։ Սա նշանակում է, որ եվրոպական բյուրոկրատիան լուրջ խնդիրներ ունի, եւ ես մեկ անգամ կրկնում եմ, որ մենք տարբեր սպասումներ ունենք Եվրամիությունում վերջնական փոփոխությունների վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք դարձյալ Եվրամիության անդամ, դառնալ Եվրամիություն մինչև 2030 թվականը, եւ հույս ունենք, որ մինչև այդ Եվրամիությունն իրավիճակը արմատապես կփոխվի։ Այսինքն իրանք փոխվելու որևէ ցանկություն չունեն։ Իրանք ասում են մենք չենք փոխվելու, դուք փոխվեք։ Եվրոպայի բյուրոկրատիան որ փոխվի, մենք կդառնանք անդամ։ Հասկանում եք, չէ՞, դա ինչքան ծիծաղելի է։ Երբ որ իրանք իրանց երկիրը ուղուց շեղեցին, տարան դեպի Ռուսաստան։ Գերմանիան նախատեսում է հաջորդ տարի մոտ 3 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Հայտարարել է ֆինանսների նախարարության խոսնակը Գերմանիայի։ Գերմանիան Եվրոպայի ամենամեծ ռազմական օգնություն տրամադրողն է Ուկրաինային, պատերազմի սկսվելուց ի վեր տալով մոտ 40 միլիարդ եվրո։ 2026 թվականի բյուջեով Գերմանիան Ուկրաինային հատկացել է 8.5 միլիարդ եվրո։ Աջակցությունը կշարունակենք այնքան, որքան անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմից պաշտպանվելու համար, ասել է Գերմանիայի ֆինանսների նախարարության խոսնակը։ Սա էլ արդեն տեսնում եք, ինչ է կատարվում, ոնց որ բանը ասեց Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ռուսաստանի հետ շարունակվելու է, Ռուսաստանը չի խաղաղվելու, մինչև Ռուսաստանը ռազմավարական պարտության չտանես։ Ինչպես տեսնում եք, Գերմանիան հետևողականորեն չի սպասում, թե այսօր Տրամպը պատերազմը կդադարեցնի, թե չէ։ Իրանք հետևողականորեն զինում են եւ գիտեն, որ Ռուսաստանի դեմ միայն այդ ձևով ուժի դիրքերից կարելի է պայքարել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։